Այժմ գնայինք ձկների համար։ Ինչ է սպասվում ձկներին հաջորդ շաբաթ՝ ապրիլի 26-ից մայիսի 2-ը։ Անձնական հարաբերություններ, աշխատանք, ֆինանսներ և պիկարդ հուշումների համար։ Հանձնական կյանքում ձկների համար մի քիչ տխուր իրավիճակ է, ամպեր են կուտակված։ Դուք եք բարկացած, ձեր վրա են բարկացած, նաև հուզված եք շատ, ամպերը նաև կարող են արցունք նշանակել։ Ինչ որ հուզված եք, ինչ որ հարաբերություններում, չեմ կարող ասել ինչի հետ է կապված, բայց մի քիչ ավելի տխուր է ձեզ համար։ Սա կարող է լինել ուղղակի անձնական ինչ որ լուր եք լսում, ինչ որ անձի մասին, հեռվից կամ հեռու բարեկամ են, մոտ բարեկամ են, պարտադիր չի ձեզ հետ լինի անմիջապես կապված, բայց այո, մի քիչ ավելի անձնական հարաբերություններում տխուր եք։ Վերջում կարող եմ լրացուցիչ կարդ անել, հասկանալ ինչու եք տխուր անձնականում։ Աշխատանքի վայրում էլ ամեն ինչ այնքան էլ լավ չէ։ Տեսնում եմ աշտարակը քանդված, եթե աշխատանքի հետ կապված ինչ-որ ճանապարհ պիտի գնայի, կարող է հետաձգվել, կարող է չգնաք, կարող է դուք որոշեք, չեք ուզում գնալ, կարող է պարզապես հետաձգվի և չլինի։ Աշխատանքի հետ կապված էլ բավականին կամ ուղղակի շատ աշխատանք ունեք, կուտակվում է, տեղից չի շարժվում, ձեզ թվում է, թե աշխատում եք, գործ անում եք, զբաղված եք, բայց իրականում առանձնապես աշխատանքը տեղից չի շարժվում, մի տեսակ կանգնել է։ Ես այս կարգով, գիտեք, աշտարակը կառուցում ես ու հետո քանդվում է, կարող է լինել նաև այնպիսի մի պահ, որ մտածում եք, որ լավ աշխատում եմ, բայց չեմ կարողանում ոչ միտեղ հասնել, աշխատանքի մեջ առաջխաղացում չկա, պաշտոն չեն բարձրացնում, չեմ տեսնում ապագա այս աշխատանքում, այդպես էլ կարող է լինել։ Եվ ֆինանսներում էլ տեսնում եմ ծախսեր, կամ նոր ծախս է բացվում, անսպասելի, դուք ուղղակի չէիք սպասում այս ծախսերը, այդպես կարող եմ ասել, չեմ կարող ասել գումարի կորուստ, բայց կարող եմ ասել ինչ-որ անսպասելի ծախսեր, որ դուք առանձնապես չէիք նախատեսել, այսպես հանկարծակի պարզվեց, որ գումար պետք է ծախսեք ինչ-որ բանի համար, այնպես որ ֆինանսապես էլ չեմ տեսնում գումարի ձեռքբերում, ավելի շատ տեսնում եմ ծախս։ Լավ չէ, ես հուշման կարգն էլ հանեմ։ Եվ հուշման կարգը հաջողություն եմ տեսնում։ Լավ, մինչև ես կգամ հաջողությանը վերջում։ Եկեք ես տեսնեմ ամեն մեկին, այստեղ շատ բարդ, այսպես վատ ոչ մեկին չէր եղել այս շաբաթվա համար։ Տեսնենք ինչ է պատահել, ինչու է միակ ձկների համար էր, որ բավականին տխուր շաբաթ էր երևում։ Ոչ անձնականում, ոչ աշխատանքում, ոչ ֆինանսներում չեմ տեսնում ոչ մի ուրախություն, հաջողություն, բայց կարտերը հուշում են հաջողություն։ Տեսնենք, ինչպես կարող է այդպես լինել։ Տեսեք, այստեղ անձնականի հետ կապված ընկավ բանալի և ընկավ ջրհոր։ Ես կարող եմ ասել, որ ինչ-որ խնդիրներ կային, այդ ամպերը կուտակված էին և այդ ամպերը ավելի, ինչքան մտածում եք, ինչքան ուզում եք հասկանալ, այս ինչ եղավ, ինչու, այնքան ավելի խորն են գնում ձեր մտքերը, ձեր հուզմունքը, այսինքն ոչ մի լավ արդյունքի չեք հասնում, չեք կարողանում ձեզ համար պարզել, հակառակ ավելի բարդանում և բարդանում է, ելքը չեք գտնում, բայց ի վերջո բանալին
Երևի թե կգտնեք հաջողության կարտ եմ տեսնում վերջում, բայց դուք ուզում եք բանալին գտնել, ուզում եք լուծում գտնել, ես այդպես եմ կարծում։ Ինչ որ խնդիր կա, որ շատ մտահոգում է ձեզ եւ մի շաբաթ էլ մտահոգելու է, դուք չեք գտնելու պատասխանը եւ ինչքան մտածում եք այդ մասին, այնքան ավելի խորանում են ձեր խնդիրները, դուք լուծումը չեք տեսնում, դուք բանալին եք փնտրում եւ ըստ էության առայժմ չեք գտնում։ Բայց նորից եմ ասում, քանի որ վերջում տեսնում եմ հաջողության կարտը, ի վերջո կգտնեք, հավանաբար ոչ հաջորդ շաբաթ, բայց ի վերջո կգտնվի լուծումը, այդքան մի հուզվեք, այդքան ձեզ մի անհանգստացրեք։ Աշխատանքի վայրում կարող եմ ասել, տեսեք, այստեղ եթե հիշում եք, տեսա աշտարակը, որը քանդվում էր, դուք ինչ որ մի բանից դժգոհ եք, տեսնում եմ այստեղ սիրտ եւ տեսնում եմ խոշորացույցը։ Կարող եմ ասել, որ դուք սիրտը կարող է նշանակել, որ դուք իրականում սիրում եք ձեր աշխատանքը եւ շատ սիրով եք անում եւ մեծ հույսերով եք անում, բայց ինչպես սկզբում էլ ասացի, դա ձեզ ոչ միտեղ չի տանում։ Դուք տեսեք, քար առ քար այսպես աստիճանաբար, միգուցե երկար տարիներ, երկար ժամանակ է աշխատում եք ինչ որտեղ, սիրով էլ աշխատում եք եւ հույսերով, բայց ինչքան ժամանակը գնում է, այնքան ավելի ուսումնասիրում եք, դիտում եք, հա, խոշորացույցով փորձում եք հասկանալ, բայց միևնույն է, ինչ ուզում է լինի, ինչքան էլ նոր ճանապարհներ փորձում եք գտնել, ձեր աշտարակն իրականում չի կարող, դուք առաջ խաղացում չունեք, այսպես կարող եմ ասել։ Միգուցե կարտը նաև հուշում է, որ եթե սիրում եք ձեր աշխատանքը, մի հեռացեք, փորձեք ավելի մանրակրկիտ ուսումնասիրել, հետաքրքրվել, գտնել տարբերակ, ինչպես կարող եք առաջ խաղացում ունենալ։ Որովհետև ես սրտով կարող եմ ասել, որ դուք այո, այդպես չի, որ դուք ձեր աշխատանքը չեք սիրում, ուղղակի դժգոհ եք, նեղվում եք, որ առաջ խաղացում չկա, նույն տեղում եք մնում։ Երևի թե պետք է ուսումնասիրել, հասկանալ, ինչպես կարող եք առաջ խաղացում ունենալ, ինչ տարբերակներ, որովհետև նորից եմ ասում, այս կարտը շատ լուրջ հույսեր է տալիս, որ ամեն ինչ կարող է լավ լինել։ Մյուս շաբաթ կարող եք այս տրամադրությունների մեջ լինել, բայց դա ժամանակավոր բան է։ Ֆինանսների հետ տեսնում եմ կամուրջ, տեսնում եմ երկերեսանի մարդիկ։ Ասում եմ, այստեղ անկանխատեսելի կարող են ծախսեր առաջանալ։ Եվ ծախսերը կարող են առաջանալ այսպիսի երկերեսանի մարդկանց պատճառով։ Ինչ որ մեկը փորձելու է ձեզ խաբելով գումար կորզել, ծախսի տակ գցել, ինչ որ խարդախություններով, չգիտեմ, բայց տեսեք, դուք կարող եք կամուրջն անցնել, որովհետև նորից եմ ասում, էլի տեսնում եմ հաջողության կարտը։ Այսինքն դուք կարող եք խուսափել այս խոչընդոտներից եւ այս ավելորդ ծախսից եւ այս մարդկանց խարդանքից։ Կարող եք։ Ամեն ինչ ձեր ձեռքում է։ Մի քիչ ավելի ուշադիր լինել, չվստահել երկերեսանի մարդկանց։ Համենայնդեպս մյուս շաբաթ ովքեր կփորձեն ինչ որ ձևով ձեզ ծախսի տակ գցել, գումար կորզել, ինչ որ այսպես փառահեղ գաղափար, առաջարկություն, իրականում ձեզ խաբում են, ստում են, մի հավատացեք, մի վստահեք, դուք կկարողանաք խուսափել, դուք կկարողանաք կամուրջն անցնել, այսինքն այս վայրում, որտեղ ձեզ փորձում են խաբել, անցնեք հաջորդ, դուք կկարողանաք իրավիճակից իրականում դուրս գալ, որովհետև նորից եմ ասում, ընդհանուր տրամադրությունը, որ ի վերջո ամեն ինչ լավ կլինի։ Հետաքրքիր, լավ էր, շատ լավ էր, որ ամեն ինչ կարող է լավ լինել, ամեն ինչ ձեր ձեռքերում է։ Ճիշտ որոշումներ կայացնեք, մի քիչ ավելի ուշադիր զգուշ լինեք հաջորդ շաբաթ։ Ես հուսով եմ, որ ամեն դեպքում կարողանաք ամեն խնդիրներից խուսափել։ Ձեզ ամենայն հաջողություն եմ աղթում։